Ներդրումներ բուսաբանական այգու և ինստիտուտի զարգացման համար։ Այգու զարգացման հիմնադրամը ցանկանում է ընդլայնել միջազգային գործակցության շրջանակը։ Հիմնադրամի տնօրենի խոսքով բուսաբանության ինստիտուտի համեստ բյուջեով դժվար է լուրջ գիտական աշխատանքներ ու ուսումնասիրություններ կատարել։ Բյուջեի մեծ մասը հատկացվում է այգու պահպանմանը։ Սա ազդարարում էր հիմնադրամի ստեղծումը, նրա գոյությունը, նպատակը, խնդիրները եւ երկրորդ մասը դա հենց այդ նպատակների իրականացման առաջին փորձն է հենց այսօր։ Բնապահպան Կարինե Դանիելյանը համոզված է, որ կենսաբազմազանության գոտիները անհրաժեշտ են հավասարակշռության եւ մարդու համար բնական պայմանների ապահովման համար։ Բնապահպանը մարդու գոյությունը չի պատկերացնում առանց էկոհամակարգի։ Այս ամբողջ Հայաստանի տեսականին բազմազանությունը մեծամասամբ այստեղ ներկայացված է եւ ոչ միայն Հայաստանի, նաեւ աշխարհի եւ կրթական նշանակություն ունի։ Գերմանիայի դեսպանն առաջին անգամ է բուսաբանական այգում։ Կնոջ ու որդու հետ ուսումնասիրում է նմուշներն ու անընդհատ հարցեր տալիս։ Այստեղ միանգամից հիշեցի երիտասարդ տարիներս, երբ ապրում էի Բեռլինում։ Այնտեղ հաճախ էի այցելում բուսաբանական այգիներ, պարզապես հրաշալի նմուշներ կային։ Այնտեղ հաճախ էի այցելում բուսաբանական այգիներ, պարզապես հրաշալի նմուշներ կային։ Այստեղ մի բան հասկացա, ահռելի մեծ պոտենցիալ ունեք։ Այնտեղ, որտեղ 2 տարի առաջ հրդեհեր տեղի ունեցել, այսօր բարեկամության պուրակ բացվեց։ Ծառատնկին մասնակցում էին այգու բոլոր աշխատակիցներն ու հյուրերը։ Գերմանիայի դեսպանն առաջին անգամ ծառ տնկեց հայկական հողում։ Աղվան Ասոյան, Անդրանիկ Արթենյան, ժամը լրատվական։